Ջերմի բարևներ բոլորին, բարի գալուստ իմ խոհանոց, ժողովուրդ ջան, ձեր հետ միասին այսօր ուզում եմ պատրաստեմ ձկան պահածո սիգա ձուկը, իհարկե Հայաստանից։ Մեծամասնությունը գիտեք, որ գտնվել ենք Հայաստանում, արդեն մաքրած, լվացած սառցախցիկում էր գտնվում, հանել եմ, մի հատ եմ լվացել եւ հիմա այս տեսախցիկը բերեմ մոտիկ, մանրակրկիտ կբացատրեմ, կասեմ ինչպես եմ պատրաստում, հետևացեք ինձ։ Ահա եւ մեր սիգա ձուկը նախորոք Հայաստանում մաքրել է, լվացել է եւ սառցախցիկ է ուղարկել։ Հիմա սառցախցիկից հանել եմ, ամբողջովին ինքը դեռ հետ չէ եկել, ավելի լավ, այդպես է պետք, որ լավ հավասար ուղիղ կտորների բաժանենք, գլխի եւ պոչի մասիկները, թևիկներն էլ հետը միասին կտրում եմ, պետք չեն մեզ եւ կտորների եմ բաժանելու։ Իմ մոտ արդեն մաքրած է բաղադրիչները, պատրաստ է ամեն ինչը, գազարը, սոխը պետք է աղամ, ինչ դրված է սեղանին այդ ամբողջը հերթականությունով խառնելու ենք իրար, ասեմ ինչ ենք անելու։ Հիմա կարևորը մեր ձուկը կտորների բաժանեմ, 2 մատ, 3-ից 4 սանտիմետր ամեն մի կտորը պետք է չափսի լինի։ Կես լիտրանոց բանկաներ եմ վերցրել, լավ լվացել եմ օճառով, կափարիչները լրացրել եմ։ Ինչպես միշտ բաղադրիչները կգրեմ բաղադրատոմսի մեջ, ինչքան եմ վերցրել, 10 հատ, տեսնում եք, ոչ շատ մեծ է, ոչ շատ փոքր է։ Միջին չափի ձկան համար անհրաժեշտ ինչ որ պետք է կգրեմ բաղադրատոմսի մեջ։ Ինչպես ասեցի, պոչի մասը այսպես քիչ կտրում եմ, թևիկներն էլ և գլխի մասը քիչ կտրում եմ։ Այսպես 2 մատ վերցնում ենք, մոտավորապես ասեցի 3-ից 4 սանտիմետրի հաստությունով։ Դանակով կտրում ենք։ Ձուկը, որ մի քիչ սառած է լինում, ավելի լավ, հեշտ կտրվում է։ Ոսող ջուր էլ կարող եք վերցնել։ Մի հատ լավ խառնում ենք, այս ամբողջը իրար հետ խառնվեն։ Կարևորը պատրաստ է։ Հիմա կաթսան եմ վերցնում, հաստոտ կաթսա ենք վերցնում, լավ որակի եւ սկզբնական շարում ենք ձուկը, 2 կողմից կտրվածք ունի։ Կանգնացրած ենք դնում 1 կտրվածքը կաթսայի հատակին է նայելու, իսկ մյուսը
վերև կափարիչի, այդպես պետք է շարեմ, սկզբնական պոչի մասերն եմ շարում, այս կտրվածքով դեպի ներքև, կանգնացնում ենք։ Այսպես պոչերը կանգնացրեցինք, հերթականությունով գնում եմ, կանգնացրած դնում եմ կտորները, երևում է ինչպես եմ դնում, մեկ կտրվածքը ներքև է նայում, մեկ կտրվածքը վերև, մեկ շերտ այսպես շարում եմ, հիմա վրան լցնում եմ այս պատրաստած թանձրուկը, ինչ բաղադրիչներ որ կար, բոլորը իրար հետ խառնած, լցնում եմ, ծածկում եմ։ Մեր մոտ ոչինչ դեռ եփված չէ, այսպես ամբողջը պետք է խառնենք իրար, նոր հետո դնելու եմ գազօջախին եփվի, ավելացնում եմ դափնու տերև, կլոր պերեցը սև և նորից ձուկը շարում եմ, պատրաստած թանձրուկը վրան եմ լցնում, նորից ավելացնում եմ դափնու տերևը, կլոր սև պղպեղը և դնելու եմ գազօջախին, այդ ամենը անեմ և ասեմ ինչ ենք անելու, դնանք գազօջախի մոտ։ Տեսնում եք ժողովուրդ ջան, ամբողջովին այս թանձրուկը պատրաստած լցնում ենք վրան, լավ ծածկել է ձուկը և գազօջախը միացնում եմ, կափարիչով ծածկում եմ, եփը գալուց հետո ամենակամանց կրակի վրա ենք դնելու, ինչքան հնարավոր է, իջեցնում ենք կրակը ցրիչի վրա, նույնիսկ սետկայի վրա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, թող այսպես մնա, ինքը հենց եփը գալը կասեմ ինչ ենք անելու։ Եփը գալուց հետո, ինչպես ասեցի ժողովուրդ ջան, կափարիչը դնում եմ վրան, կամացացնում ենք, ցրիչի վրա ենք դնում և 6 ժամ, նայում եք ժամին և քանի որ պատրաստում ենք պահածով, պետք է լավ եփվի, ձկան ողնաշարից ենք հասկանում, պատրաստ է թե ոչ, որ ձեռք ենք տալիս, փափուկ խխլվում է, տեսելուց ատամների տակ հալվում է, էլ եմ կրկնում, որ 6 ժամ բավական է, արդեն փորձված մեթոդ է, այս 6 ժամվա ընթացքում կցույց տամ, ինչ վիճակում է գտնվում մեր ձկան պահածը, հանդիպենք։ 3 ժամ է արդեն անցել է, ինձ մոտ ժողովուրդ ջան, այսպես սեղմում եմ դանակով, կարծես, որ եփված է, բայց մեզ պետք է, կարևորը ողնաշարը, ինչպես ասեցի, լավ փափուկ լինի, ուտելու ժամանակ չենք զգալու, կարծես հալվում է ատամի, մեզ այդպես լավ եփված է պետք, 3 ժամ այդպես եփվում է, նորից ծածկում եմ, չեմ խառնում, մի 3 ժամ էլ պետք է եփվի, նույնիսկ այսպես որ նայում ենք, մի քիչ պակասել է հեղուկը, մի քիչ էլ կպակասի, 3 ժամից հաստատ պատրաստ կլինի, չենք խառնում, այդպես թողնում ենք։ Լավ վախտին, ասեցի վերջացրեցի, սուրճ եմ դրել, որ եփվի, լավ պահներ։ Ահա և մեր ձկան պահածում հանգցնում եմ, արդեն առանց ստուգելու էլ համոզված եմ, որ պատրաստ է, 6 ժամ ինձ մոտ անցավ, բավական է, հիմա պետք է այս ամենը փոխանցեմ մեր բանկանների մեջ, սկզբնական ձկան կտորներն եմ տարաների մեջ տեղադրում, նոր հետո իր արգանակ, պատլիվան, սկսենք տեղափոխելը, զգույշ վերցնում եմ, տեսնում եք, կտորները լավ ամբողջական մնացել են, պատրում եմ բանկայի մեջ, կարևորը պատրաստում ենք շատ հավեսով, ամեն ինչը ինչ պատրաստում ենք, պետք է լավ տրամադրությունով, որպեսզի համեղ ստացվի մեր յուրաքանչյուր տեսականին ինչ որ պատրաստում ենք։ Ես ձեր հետ շատ հավեսով եմ պատրաստում և քանի որ ձեր հետ եմ պատրաստում, միշտ աշխատում եմ մանրակրկիտ բացատրել և ասել, ինչպես ենք պատրաստում, շատ բուրավետ հոտը անուշ ընկել է,
Ինչպես միշտ ասում եմ, որ տնական պատրաստածը ավելի համեղ է լինում։ Չնայած երկար մեր եփելուն, ժողովուրդ ջան, տեսնում եք, միևնույնն է, ձկան կտորները ամբողջական են մնացել։ Լավ է։ Այնպես անում եմ, որ պոչի մասերը բոլոր մեր բանկաների մեջ լինեն։ Այս մի կտորը մնաց, թողնում եմ ավելի ճիշտ, որպեսզի համը տեսնենք, մի քիչ հովանա եւ ձեր հետ միասին համը կտեսնենք։ Պատլիվայից եմ թողնում։ Տեսնում եք, այսպես մեր բանկանները լցվեցին։ Հիմա այս մնացած արգանակը ամբողջովին որ մնացել է, արդեն պատլիվա է դարձել։ Լցնում եմ յուրաքանչյուր բանկաները, ինչքան որ տեղավորվում է։ Աշխատում ենք, որ ծածկվի։ Պատլիվան բաժանի ավասար եւ հանդիպենք։ Բոլորը լցրեցի, շատ չնչին պատլիվա ավելացավ եւ մեր այս մեկ կտոր ձուկը մի քիչ հովանա եւ կհամտեսենք։ Ափարիչները դնելով այսպես ծածկում եմ, կաթսայի մեջ եմ տեղափոխում։ Քանի որ բանկաները մեր արդեն լցված տաք են, մի քիչ տաքոտ ջուր եմ լցնելու։ Համ եփն է շուտ գալու այդպես, համ մեր բանկաները չկոտրվեն։ Ջուրը այնքան եմ լցնում, 1-2 մատ պակաս լինի բանկաներից, պետք է բանկաները չծածկի։ Սովորական ստրելիզացնելու 50 րոպե կես լիտրանոցը ստրելիզացնում եմ, բավական է։ Մնում է, որ փակենք։ Տեսնում եք, ինչ կարևոր է կապսան լավ որակին վերցնել հաստոտ, այդքան ժամ եփվել է, հանձրուկի մեջ չի կպել։ Ջուրը երևի խանգարում է մեզ։ Դուք էլ որ նույնը կրտնեք, այդպես ինչպես ես պատրաստում եմ, շատ լավ կստացվի։ Առանց խառնելու, առանց ձեռք տալու։ 6 ժամ եփում եք, լավ է։ Եփը գալիս է, կամացացնում եմ միջին կրակով 50 րոպե ստրելիզացնում ենք եւ հետո փակելու ենք, պահածոացնելու ենք։ 15 րոպե որ անցել է, բանկանները ստրելիզացնում եմ, համը ուզում եմ տեսնենք, ցույց տամ կառուցվածքը ինչպիսի կառուցվածք ունի, տեսնում եք ամբողջական է մնացել մեր ձկան կտորները։ Ողնաշարը տեսնում եք, առանձնացրեցի եւ ուզում եմ ձեռք տամ տեսնեք։ Այսպես սեղմում ենք, արդեն լավ եփված է, ողնաշարը եւ փշերը հետը միասին ուտվում է, բերանի մեջ հալվում է։ Մի հատ ձեռքս լվամ։ Շատ համեղ է, ժողովուրդ ջան, փորձեք, պատրաստեք, չեք փոշմանի, շատ հեշտ թեթև պատրաստեցինք, երկարատև է ժամանակը գնում, բայց մեզնից շատ քիչ պահ է պահանջվում, որ տրամադրենք ամենահեշտ տեսականի ձկան պահածուն ձմռան համար եւ ի դեպ կարող եք այսպես պատրաստել, չստրելիզացնել եւ էմալիրովանի կաթսայի մեջ թողնել լավ հովանա, տեղափոխել սառնարանը եւ սառնարանում կարելի է 2 շաբաթ հանգիստ թողնել օգտագործել։ Եթե իր պատլիվան մնում է, շատ է լինում, կարող եք առանձին բանկայի մեջ լցնել, պահածոացնել, որպես խավարդ կարելի է մատուցել ամեն ուտեստի հետ էլ սազում է, այնպես որ պատրաստեք, փորձեք, մեկնաբանեք ասել, դրեք ձեր լայքերը, մեկ մոռացեք, նոր միացողներին բարի գալուստ իմ խոհանոց, գրվեք, սեղմեք կոճակին, որպեսզի նոր տեսահոլովակ տեղադրելու ժամանակ, ուղիղ եթերի ժամանակ ձեզ հաղորդագրություն է գալիս եւ միանում եք անմիջապես ինձ մեր հետ է լինում, այնպես որ կսպասեմ բոլորիդ կիրակի օրը, ժողովուրդ ջան, եւ սրա հետ մեկտեղ շնորհավոր ենք այն անձերից ծննդյան տարեդարձը, ցանկանանք ամենայն բարիքները, քաջ առողջություն, սեր, երջանկություն, համերաշխություն, Աստծո օրհնությունը մեր բոլորի ընտանիքներում եւ երևի այսքանով ես կվերջացնեմ, վերջում ես փակելու ժամանակ արդեն պահածոացնելու մեր բանկաները չեմ խոսա, ցույց կտամ
ինչ եմ անելու եւ այդ կամով կվերջացնեմ։ Ձեր հետ շատ հավեսով պատրաստ։ Համեղ էլ ստացվեց, լավ մնաց։